Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, եւս մեկ անգամ ողջունում ենք նաեւ այն երկրպագուներին, ովքեր այսօր խաղային օրացից միջև հիմա մեզ հետ են դուրս եկել Ադանան ու Դելտան, այս թիմերը առաջին անգամ են մեր լիգայի շրջանակում անցկացնում են ընկերական հանդիպում եւ հուսանք, որ հաջորդ մրցաշրջանում այս թիմերը արդեն կզարդարեն ասլիգան, Դելտան կանաչով է, կանաչ մարզաշապիկով են, Դելտայի ֆուտբոլիստները իսկ Ադանան սև եւ կարմիր համադրությամբ ներկայացնեմ թիմերի հայտարարությունները այս հանդիպման համար սկսեմ Ադանայից Հարություն Խանախտյան համար 1 Արամայիս Խաչատրյան 2 Վովա Պողոսյան 3 Ռոման Մովսիսյան 5 Արթուր Ղարիբյան 4 Հենրիկ Սիմոնյան 6 Արտաշես Թովմասյան 7 Դավիթ Թմոյան 8 Հայկ Ղանդիլյան 9 Լևոն Տոպալ Կարաջյան 10 Միսակ Սերոփյան 11 Արսեն Բարոյան 12 Արմեն Ասլանյան 14 Սերգեյ Կիլոյան 16 Էդգար Մուրադյան 19 եւ Տիգրան Մխիթարյան համար 22 Հենց Մխիթարյանն էլ հիմա գնդակով է Դելտա Դարպասապա Արություն Զաքարյան համար 1 Խաչատուր Խաչատրյան համար 3 նա թիմի ավակն է Ռուբեն Բադալյան 19 Մաքս Սամար 9 Տիգրան Սիմոնյան 5 Իշխան Ասատրյան 7 Գրիգորյան 8 Վաչե Միքայելյան 11 Սլավա Մարտիրոսյան 3 Աշոտ Թադևոսյան 20 Տիգրան Ներսեսյան 22 Ռուբեն Գրիգորյան 33 Վազգեն Վարդանյան 21 Կարեն Արոյան եւ համար 10 Ավետիս Բերբերյան Աչ եզրում է գնդակը, բայց այստեղ Սիմոնյանը վայել գնդակը չկարողացավ նորից գնդակով կլինեն Դելտայի ֆուտբոլիստները Սիմոնյանը գնդակն ուղարկեց խաղի մեջ աչ եզրում է Բերբերյանը ստացվեց հաջող փոխանցում կատարել եւ այստեղ գնդակը մաքուր է խլում Արտաշես Թովմասյան այս ճնշումը օգնեց Ադանային գնդակով լինել եւ խաղի մեջ Խանախտյանը կմցնի գնդակը ուժեղ փոխանցում դեպի ձախ եզր այստեղ փորձում էր Տոպկարաջյանին գտնել, բայց իհարկե չստացվեց այդ փոխանցումը, որը մտածել էր Դարպասապահը եւ այդ փոխանցում այստեղ վտանգավոր է կարող է բացվել անշիվը, բայց չստացվեց դիպուկ արված կատարել Հայկ Ղանդիլյանի մոտ Շատ լավ հնարավորություն էր իհարկե այսպիսի բայերից անկասկած պետք է օգտվել զարմանալիորեն Դելտայի ֆուտբոլիստն այնտեղ միգուցե չէր սպասում որ նման բան կարող է լինել իհարկե այսպես այնպիսի սխալներից է որը չի բացատրվում այդպես բոլորի հետ կարող է լինել եւ այստեղ եղավ Դելտայի խաղացողի հետ բայց ամեն ինչ լավ ավարտվեց արված ընդհանրապես մոտ չէր դարպասին եւ եզրային ներդրում կլինի այստեղ Ադանայի խաղացողն է գնդակը խաղի մեջ մտցնում, Սիմոնյանը հաջող կորցեց, բայց բաց թողեց գնդակը, վտանգավոր է արված եւ Դարպասապահը վերցնում է այստեղ Լևոն Տոպալ Կարաջյանի փորձից հետո առանց խնդիրների գնդակը Զաքարյանը վերցրեց եւ գլորում է ձախ եզր, կանաչները անցնում են Գրոյի Մարտիրոսյան Եվ Սիմոնյանն այստեղ պաշտպանության խորքում արձագանքում եւ խլեցին գնդակը Ադանայի ֆուտբոլիստները 3-1-ի դիմաց գնում են Ակագրոյի մի քանի տարբերակ ունի այստեղ Ադանայի ֆուտբոլիստը բայց երևի թե այս իրավիճակում ամենադժվարն ու բարդագույնը ընտրեցին ու կորցրին գնդակը սա գոլ խփել հրաշալի հնարավորություններ երկրորդ անգամ այս խաղում Ադանան լրջորեն մոտեցավ մրցակցի դարպասին եւ չկարողացավ բացել այս հանդիպան հաշիվ իսկ Դարպասապահը գնդակը ուղարկում է առաջ փոխանցում դեպի աչ եզր հերթական փորձը, բայց այստեղ արդեն հրաշալի է պաշտպանվում Խաչատուր Խաչատրյանը թիմի ավակը Դելտայի բայց անկյունային կլինի ամեն դեպքում աչ եզրից եւ դեպի Սիմոնյանը պաշտպանության թիկունք պրեսինգ են եկել Ադանայի ֆուտբոլիստները Պողոսյան եւ թողնում է գնդակը Դարպասապա Խանախտյանի ուժեղ փոխանցում առաջ, բայց բայել այս գնդակը չկարողացավ Տոպալ Կարաջյանը Սիմոնյան դեպի պաշտպանության կենտրոն այստեղ էր Խաչատրյանը եւ ստացվում է Դելտայի մոտ անցնել Արակ Գրոյի, բայց այս փոխանցումը դեպի Գրիգորյանը շատ ուժեղ էր եւ Դարպասապահը դուրս եկավ ու հեռացրեց գնդակը ամեն դեպքում Դելտայի ֆուտբոլիստները նորից կխաղարկեն գնդակը արդեն պաշտպանությունում Ադանան
Այսպես գնդակի վերահսկողություն չի սահմանել, բայց ավելի շատ վայր է ստեղծել, դա իհարկե հետաքրքիր է, Դելտան ավելի շատ է գնդակով, եթե լիներ վիճակագրական տվյալ, ապա ես վստահ եմ, որ կլիներ դա Դելտայի օգտին, բայց Ադանան երկու լավ պա ունեցել է, հատկապես երկրորդ դրվագը ավելի վտանգավոր էր, որտեղ ուներ մի քանի տարբերակ Ղանդիլյանը աջ եւ ձախ եզրերում ազատ խաղանքեր ուներ, կարող էր ինքն էլ նույնիսկ հարվածել մեծ ցանկության դեպքում, բայց երեք տարբերակներից երևի թե ոչ ոք չընտրեց եւ այստեղ Պողոսյանն է հեռացնում գնդակը, մենք կտեսնենք եզրային նետում գնում է Գրիգորյանը եզրային նետումը կատարելու եւ Ադանան հերթական հակագրոյին է անցնում, փոխանցում դեպի աջ եզր, վտանգավոր է, բայց այստեղ չստացվեց դիպուկ գտնվել Սերոփյանի մոտ, բացի դրանից նաև փոխանցում ցանկացավ կատարել Սերոփյանը, այլ հարվածի մասին էր մտածում Մարտիրոսյան լավ է շրջվում եւ կատարում շոտ նա փոխանցում, բայց խաղանքերը այստեղ նույնքան հաջող չկարողացավ արձագանքել, որքան Մարտիրոսյանի փոխանցումն էր Սերոփյան թողեց գնդակը խաղանքերոջը, փոխանցում դեպի Ղանդիլյանը կասեցրեց Տոպալ Կարաջյանի համար գնդակը ձախ եզրում է, նորից Ղանդիլյան, վտանգավոր կարող է լինել, բայց այստեղ Տոպալ Կարաջյանը կասեցնել գնդակը չկարողացավ ու Դելտան գնում է հակագրոյի, այստեղ Մարտիրոսյան մեկը փոխանցում եւ Պողոսյանն է։ Երևի թե այստեղ ճիշտ կլինի ասել փոխանցում գնդակը խաղանքերոջը, իսկ այնտեղ ստացվեց շարժվել առաջ Շադանայի ֆուտբոլիստի մոտ աջ եզրով շատ լայն, այսպես տարածություն ուներ իր առջև, ազատ տարածություն։ Համար պայքար է գնդակի համար, փորձում է խլել գնդակը Ադանան եւ ստացվում է դա անել։ Ղանդիլյան արված եւ հետ է մղվում գնդակը եզրային նետում։ Չելլինի այստեղ հասնում է Դելտայի ֆուտբոլիստը եւ ուժեղ հարված կատարում առաջ։ Որքան հնարավոր է հեռու ուղարկեց սեփական Տուգանայինի մատույցներից Խիթարյան փոխանցում դեպի աջ եզր Սերոփյան։ Հիմա էլ փորձում են աջ եզրը ակտիվ պահել Ադանայի ֆուտբոլիստները, ձախն ակտիվ է այստեղ Տոպալ Կարաջյանը ակտիվ պահում է, Մարտիրոսյան խլեց գնդակը, սա Դելտայի գրոն է, նորից Մարտիրոսյան աջ կիսաեզրում է Մարտիրոսյանը եւ կենտրոնով գնդակը թողեց խաղանքերոջը, բայց այստեղ մի փոքր պետք էր Գրիգորյանի ուղղությամբ ուղարկել գնդակը, Սիմոնյանն է հաջող կորցում եւ հիմա ինքն էլ կշարժվի առաջ, աջ եզրում է Սիմոնյանը եւ կատարեց այստեղ սխալ փոխանցում, կփորձի հիմա էլ արդեն Սիմոնյանը խլել գնդակը, չստացվեց դա անել, բայց թիկունքն ամրագրում էր, ապահովագրում էր, կարելի այսպես ասել, Խաչատուր Խաչատրյանը թիմի ավագը Եվ եզրային նետում կլինի Մարտիրոսյանը փոխարինվում է Դելտայի կազմում, նրա փոխարեն կշարունակի Աշոտ Թադևոսյանը 20 համարով ակտիվ էր Մարտիրոսյանը այս անցած ժամանակահատվածում, բայց որոշակի այսպես թարմություն ամեն դեպքում պետք է եւ Թադևոսյանը դուրս եկավ խաղադաշտ։ Սիմոնյան թողեց գնդակը խաղանքերոջ, աջ եզրում են Ադանայի ֆուտբոլիստները եւ կա եզրային նետումը Ղանդիլյանի ուղղությամբ էր, բայց Դելտայի խաղացողը հետ է ուղարկում գնդակը, կարելի ասել այնտեղ որտեղից եկավ այս փոխանցումը եւ գնում են առաջ կանաչները հակագրոելու, լավ խաղարկում ստացվեց, ձախից կա ազատ տարբերակ, այդպես էլ անում են Դելտայի ֆուտբոլիստները, վտանգավոր է Թադևոսյան արված եւ գնդակը դարպասում է։ Խաղադաշտ դուրս գալուց վարկյաններ անց Թադևոսյանը խփում է այս հանդիպան առաջին գնդակը եւ Դելտան բացում է հանդիպան հաշիվը, այսպես պայր ունեցավ Ադանան, բայց Դելտան իր առաջին դիպուկ հարվածը եզրափակում է գոլով, շատ լավ հարված ստացվեց, իսկապես հաջող եւ մենք ունենք այս հանդիպան առաջին գնդակը։ Եվ տեսնենք ինչ է առաջարկում Ադանան մրցակցին այս իրավիճակում արդեն Սիմոնյան փոխանցում դեպի աջ եզր եւ շատ հաջող փոխանցում ստացվեց խաղանքերը առանց խնդիրների ընդունեց գնդակը, բայց այստեղ Թադևոսյանն է աշխատում այսպես որքան կարևոր փոփոխություն եղավ, իսկապես կարելի է շատ երկար հիշել այս փոփոխությունը Սիմոնյան եւ Թադևոսյանը խլում է գնդակը ու կարողանում այն իր հետ տանել առաջ, տեսնենք ինչ է մտածել Դելտայի 20 համարը փոխանցում դեպի ձախ եզր հերթական փորձն է սա եւ ստացվեց այստեղ լուրջ
Այսպես միջամտություն գրոյին ուներ Ավետիս Բերբերյանը 10 համարով, բայց գնդակը Ադանայի դարպաս, ապա Խանախտյանը կմցնի գործի մեջ, փոխանցում դեպի ձախ եզր։ Ադանայի ֆուտբոլիստները գրո են սկսում, Մխիթարյան դեպի աջ եզր ուղարկեց գնդակը եւ այստեղ հաջող անցում է ստացվում, Ադանան գնում է առաջ, բայց Դելտայի խաղացողները խլեցին գնդակը։ Գրիգորյանը Տադևոսյանի հետ խաղաց, մնում է Տադևոսյանը գնդակով, չկա խաղի կանոնների խախտում, գնում է առաջ այս հանդիպման միակ գոլի հեղինակն առայժմ եւ խլեցին Դելտայի ֆուտբոլիստներից գնդակը, Ադանայի 10 համարը դա արեց Տոպալ Կարաջյանը։ Շարունակում է իր ակտիվությամբ աչքի ընկնել դեպի ձախ եզր, Ղանդիլյանը իջեցրեց գնդակը, մրցակցի Տուգանային հրապարակում է եւ խլեց այստեղ Ղանդիլյանը գնդակը, հետո կորցրեց արդեն, միգուցե այստեղ մտածում էր որ մրցավարը պետք է ձեռքով նշանակի մի փոքր դանդաղել, հետո արդեն միջամտեց, բայց ամեն դեպքում կորցրեց գնդակը Ղանդիլյանը, Մխիթարյան Բերբերյանը փորձում է խլել, դա արեց խաղընկերը Գրիգորյանը Սատրյան աչքի եզրում է եւ այստեղ կա խաղի կանոնների խախտում, որն արձանագրում է մրցավարը եւ Դելտան ստանդարտ է վաստակում, տեսնենք ինչպես է իրացնելու։ Սիրելի երկրպագուներ, եղեք ակտիվ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե ցանկանում եք հաճել զարգանալ եւ նոր մակարդակի դուրս գալ, ապա պետք է դուք միայն լինեք ակտիվ, մնացածը ինչպես ասում են մեզանից։ Կա այստեղ փոխանցումը, դարպաս ապա չվերցրեց գնդակ, այնտեղ Պողոսյանը նաև արձագանքեց, շարունակվում է Դելտայի գրոհը, շարունակում են կանաչները մնալ մրցակցի Տուգանայինի մատույցներում, իսկ Ղանդիլյանը այստեղ սպասում էր գնդակի եւ ստացավ այն աչքի եզրում է, կատարեց փոխանցում Սերոփյան եւ ով է նետելու եզրից, Ադանան իհարկե կնետի այնտեղ փորձեց համոզել մրցավարի Դելտայի խաղացող, այսպես կես կատակ, կես լուրջ եւ հարված դարպասից կլինի։ Այսպես մի պահ Ադանայի գրոները շատ վտանգավոր են թվում, խոսքը այս տեսակ գրոների մասին է, մի պահ այսպես ամուր բռնվում ենք, թվում է շատ վտանգավոր ինչ-որ բան կլինի, բայց Դելտայի խաղացողները թողնում են, կարծես թե գիտեն, որտեղ մինչև թողնեն մրցակցին եւ միանգամից արձագանքում են, այդպիսի տպավորություն է։ Մխիթարյան գնում է առաջ, չկար խախտում, բայց թույլ է տալիս մրցավարը շարունակել, աչքի եզրում է գնդակը, Ադանան գրովում է, Մխիթարյան շատ լավ փոխանցում ստացավ այստեղ Սերոփյանից, բայց դարպաս ապա Զաքարյանը շատ արագ արձագանքեց եւ Բերբերյանին է ասիագրում գնդակը, վերջինս թողնում է Սասատրյանին այստեղ գնդակը, բայց Ադանայի պաշտպանները լավ են աշխատում, հուսահակագրոյի հնարավորություն կարող է լինել, մի փոքր ուժեղ էր պետք փոխանցել, իհարկե Թովմասյանը այս գնդակին հասնել չէր կարող, արդեն շատ առաջ էր գնացել, արդեն Դելտայի հերթն է գրոհելու, փոխանցում դեպի ձախ եզր։ Խաղացվածության հետ կապված զգացում է, որ խնդիր չունեն երկու թիմերն էլ, Թադևոսյան դեպի ձախ եզր, բարձրից փոխանցում, մեռացված է գնդակը եւ Ղանդիլյանը տեսեք որքան լավ է այս գնդակներին արձագանքում, երևի թե 5-6 անգամ այսպես կարողացել է արձագանքել, Սիմոնյան լավ անցում էր եւ գնդակը դարպասում է Ադանան հավասարեցնում է հանդիպման հաշիվը 1-1 Սիմոնյանն այստեղ հրաշալի աշխատեց առանց խնդիրների, փորձեց ճիշտ է Զաքարյանը դուրս գալ դարպասից ու կրճատել անկյունը, բայց դա նույնիսկ չօգնեց այստեղ Դելտային անառիկ բայել դարպաս ամեն դեպքում Ադանան իսկապես արժանացել էր այս գոլին եւ արժանի գոլ է խփում եւ սա միմիայն հետաքրքրացնելու է պայքարը դաշտում մեկական գոլերով փոխանակվեցին թիմերը Թադևոսյանը Դելտայից, Սիմոնյանն էլ արդեն Ադանայից պատասխանեց մրցակցին, Ասատրյան փոխանցում դեպի պաշտպանության խորք, լավն էր նաև պաշտպանությունից դեպի առաջ ուղարկած գնդակը, ճիշտ է այստեղ Գրիգորյանը չամբողջականացրեց այդ հաջող փոխանցումը։ Գնդակը հասնում է աչքի եզր, Սերոփյանն աչքի եզրում Սերոփյանն է, նա կարողանում է իրենից հասանելիքն այսպես ասած տալ թիմակիցներին, վտանգավոր կարող է լինել, փորձ եւ կլինի անկյունային։
փոխանցում անկյունայինից եւ գնդակը Բերբերյանի մոտ է, այստեղ շատ վստահ աշխատեց Ադանայի ֆուտբոլիստը, եթե նույնիսկ մոտ կանգնած այլ խաղացողներ կարծում եմ կհրաժարվեր այստեղ մրցակցի վրա գնալուց։ Լավ խաղարկում էր Բերբերյան դեպի ձախ եզր, հրաշալի ստացվեց Դելտայի այս խաղարկումը եւ ինչ է այստեղ թույլ է տալիս շարունակել մրցավարը հեռվից փորձ դարպասապա իհարկե վերցրեց գնդակը, ճիշտ է դա արեց երկրորդ փորձից, բայց ամեն դեպքում արեց Սիմոնյան, լավ աշխատեց այստեղ, սա փոխանցում էր Թադևոսյանի ուղղությամբ, գնում է առաջ Թադևոսյանը դեպի ձախ եզր ուղարկեց գնդակը եւ անկյունային կլինի։ Շատ հետաքրքիր հանդիպում է, իսկապես մի կողմ տնենք այն հանգամանքը, որ ընկերական մրցավեճ է։ Երկու թիմերն էլ գեղեցիկ ֆուտբոլ են խաղում, առաջին հերթին պետք է որակին նայել իհարկե, հետո արդեն թե ինչ շրջանակում այս հանդիպումը կայանում, որակը կա իսկապես, բարձրից փոխանցում, հեռացված է գնդակը դարպասապայի կողմից, այստեղ հերթական անգամ Խանախտյանն աշխատեց, Ղանդիլյան նորից հաջող է գործում դեպի Սերոփյան աջ եզր, վտանգավոր է արված ու դարպասապա Զաքարյանն այստեղ վերցնում է գնդակը առանց խնդիրների, դա արեց եւ այո, այստեղ Զաքարյանը իսկապես չպետք է սխալվեր, իր գործը հստակ արեց առանց խնդիրների եւ սկսեց գրոհ իր թիմի համար, բայց շորագություն է զարգացնում Դելտայի խաղացող, այո, ամեն դեպքում փորձեց, բայց կարծում եմ պարզ էր, որ այս գնդակին հասնել ուղղակի հնարավոր չէ։ Եզրային նետում կլինի, կատեք թե որքան ուշադիր են հսկում Ղանդիլյանին եւ նույնիսկ այսպիսի ճնշման տակ Ղանդիլյանը ազատ մնում է եւ հիմա իր այդ շատ հետաքրքիր կերպով Խաչատուր Խաչատրյանին է առաջ տանում կենտրոնական պաշտպանին, թիմի ավակին փորձում է թիկունքում ազատ գոտիներ բացել, հետաքրքիր հակամարտություն է, դեռ կտեսնենք այս զույգին պայքարելիս տարբեր իրավիճակներում եւ փորձում է Խաչատրյանը տանել գնդակը, բայց այստեղ Տոպալ Կարաջյանը խլում կատարեց, Ղանդիլյան դեպի աջ եզր արված եւ չի ստացվում այստեղ գրավել դարպասը։ Տմոյանը լավ հնարավորություն ուներ, բայց գրավել դարպաս այս իրավիճակում չստացվեց։ Խաչատրյանի չկատարած փոխանցումից հետո խլեց Տոպալ Կարաջյանը գնդակը, ուղարկեց Ղանդիլյանին, վերջինս ուղարկեց աջ եզր, ազատ խաղանկերոջ է, բայց Ադանայի մոտ առայժմ այս եզրափակումները հստակ չեն եւ որոշակի շտկումներ անելու դեպքում Ադանան իհարկե կարողանա իր ուզածին հասնել։ Եվ փոփոխություն Դելտայի կազմում տեղի կունենա, եկեք հիշենք, թե առաջին անգամ երբ փոփոխություն տեղի ունեցավ, ինչ եղավ, Թադևոսյանը դուրս եկավ խաղադաշտ եւ միանգամից առաջին իսկ հպումը, երևի թե այսպես կարելի ասել, ավարտեց գոլով։ Հիմա էլ փոփոխություն Դելտայի կազմում նորից տեղի ունեցավ։ Խաղադաշտը դուրս եկել Մաքսի Նամարով։ Տոպալ Կարաջյան Տուգանային նրա պարակում է մոտակա անկյունը, փորձեց գրավել, բայց այս հարվածը նույնիսկ եթե դիպուկ ստացվեր, վստահ եմ Զաքարյանը առանց խնդիրների կվերցներ գնդակը։ Խաչատրյան ուժեղ փոխանցում առաջ, փորձեց գրոյի ուղարկել Գրիգորյանին, Պողոսյան Ֆերացրեց այստեղ գնդակը Պողոսյանը, եզրային նետում կլինի Գրիգորյանը միանգամից ցանկանում է գնդակը մտցնել խաղի մեջ։ Ներողություն եւ տեսնենք Դելտան ինչպես է այս եզրային նետումն իրականացնելու։ Գնդակը խաղի մեջ է։ Եվ Ադանայի ֆուտբոլիստները հեռու այն չկարողացան ուղարկել Թադևոսյան եւ այստեղ բարձր է ստացվում Աշոտ Թադևոսյանի արվածը։ Եվ գնդակը Խանախտյանն է խաղի մեջ մտցնում, փոխանցում դեպի ձախ եզր։ Խաչատրյան դեպի
Պողոսյանը պաշտպանության կենտրոն, գլորում է գնդակը աչի եզր, Թոմասյան, Թմոյան աչի եզրում է, տեսնենք ինչ է մտածել, և այստեղ գնդակը բաժին է ասնում Դելտայի ֆուտբոլիստ Սիմոնյանին, Զաքարյան ուժեղ խարված առաջ, ոչինչ գնդակներ է, երկնքից իջեցնում Աղդանայի ֆուտբոլիստ հերթական անգամ երկրորդ հարկում շատ վստահ այնքան, որ ոչ ոք ուղղակի Թովմասյանի հետ այսպես պայքարի չի գնում այսպես իրավիճակներում։ Եվ տեսնենք Բերբերյան ստացվեց առաջ ուղարկել գնդակը Աղդանայի ֆուտբոլիստները նորից խլում են կատարում, Թովմասյան շոտ այսպես համառությամբ է գնում մենապայքարներին Թովմասյանը և պատկերացրեք, եթե պաշտոնական արդեն հանդիպումներ լինեն, ինչ պայքար է լինելու, այստեղ իհարկե որոշակի զգուշավորություն կա ֆուտբոլիստների մոտ ընկերական խաղում դա հասկանալի է իհարկե, այստեղ միավոր չի խաղարկվում և մի փոքր մոտեցումը այլ է, բայց այնպես չէ, որ հրաժարվելու են ֆուտբոլիստները պայքարից, նման բան իհարկե չկա, երկուսն էլ ցանկանում են հաղթել, կա մրցակցություն այստեղ, ստանդարտ է նշանակել մրցավարը, մեկական գոլերով են փոխանակվել թիմերը, Թադևոսյանի գոլին Հենրիկ Սիմոնյանն է պատասխանել Ադանայից, 1-1 է հանդիպման հաշիվը և նպաստավոր դիրքում ստանդարտ է նշանակվել, կա մրցավարի սուլիչը, տեսնենք, հետևում է արված, բայց դիպուկ չէր, այս փորձը և գնդակը խաղի մեջ Խանախտյանը կմուծնի Ադանայի կիպերը, տեսնենք որտեղ ուղարկում գնդակը, դարպասապա փոխանցում Խաչատրյանի ուղղությամբ ձախ եզր և այստեղ գնդակը խլում են Դելտայի ֆուտբոլիստները, աչի եզրում է Դելտան, աչի եզրում է Դելտայի գրոհը, այստեղ Սիմոնյանի պատասխան փոխանցումը դեպի թիմի արձակվող Մաքսը ստացվեց, բայց այստեղ Թմոյանը չցանկացավ գնալ գնդակի հետևից, ձախ եզրում է գնդակը Բերբերյան, Թադևոսյանի հետ է խաղում, լավ անցում էր Թադևոսյանի կողմից, բայց երկրորդ մրցակցին արդեն թիկունքում թողնել չստացվեց և եզրային ներդրում կլինի։ Մովսիսյանը Ղանդիլյանի հետ է խաղում, ձախ եզրում է Ղանդիլյանը և Սիմոնյան, բայց կորցրեց գնդակն այստեղ Թովմասյան, դեպի Խաչատրյանը, Մովսիսյան, ձախ եզրով գնում է առաջ Մովսիսյանը, մտավ Տուգանային հրապարակ, բայց համատեղ ուժերով Դելտայի ֆուտբոլիստները խլում են գնդակը, Մաքսն աչի եզրում է և գնում է առաջ, փոխանցում պահանջեց Սիմոնյանը, բայց ավելի լավ տարբերակ ընտրեց Դելտայի ֆուտբոլիստը, վտանգավոր է այստեղ և նորից Թովմասյանը արդեն իհարկե հաստատում է այն, որ շատ այսպես լուրջ է տրամադրված և այսպիսի մենապայքարներին այսպես վստահ գնալուց չի վախենում, իհարկե այն առումով, որ առաջին հերթին կա վտանգ 11 մետրանոցի, խոսքը դրա մասին է և այստեղ շատ հստակ ամեն ինչ արեց, նույնիսկ գնդակը մնում է Ադանային, փոխանցում էր, բայց Քամին այսպես գնդակի ընթացքը արագացրեց և հարված դարպասից կլինի։ Զաքարյանը գնդակը կմցնի խաղի մեջ, փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն, Թադևոսյան։ Եվ ստացվում է առաջ գնալ, պաշտպան Խաչատրյանն է գնացել և հասել մրցակցի, գրեթե պաշտպանություն, այստեղ լավ միացավ, բայց ամեն դեպքում Դելտան կորցրեց գնդակը դեպի ձախ եզր, Ղանդիլյան ընդունում է գնդակը և տեսնենք, թե ինչ է մտածել։ Սիմոնյան, հեռվից փորձ, բայց այստեղ դիպուկ չգտնվեց Ադանայի, այս խաղում առայժմյակ գոլի եղինակը։
Բերբերյան, Թադևոսյան, թիկունքում էր մնացել Թադևոսյանը գնդակ ստանալու, փոխանցումներ բաժանելու համար այս գրոյի սկզբում տեսնենք ինչպես է դելտան առաջ շարժում, Սիմոնյան մեկ հպումով դեպի ձախ եզր եւ հարված դարպասից գնդակը նորից Խանաղթյանը խաղի մեջ կմտցնի։ Շատ բարձր է հանդիպման տեմպը, թիմերը անընդհատ միտված են միմյանց դարպասին։ Հարամայիս Խաչատրյան գնում է առաջ, փոխանցում դեպի ձախ եզր եւ այստեղ շատ լավ արձագանքեց Ռուբեն Բադալյանը դելտայից եւ եզրային նետում կլինի։ Խաչատրյան խաղում է Սիմոնյանի հետ։ Մեկ հպումով դեպի Տիգրան Սիմոնյանը ընդունեց գնդակը աջ եզրում, Խաչատրյանը նրա առջև է, Սիմոնյան եւ շատ լավ այստեղ գործեց Սիմոնյանը, չկորցրեց գնդակը, ամենակարևորը դելտայի այս գրոյի ժամանակ դա էր։ Եվ վերջ խաղակեսն ավարտված է, կարճ դադար։ Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Ադանա Դելտա հանդիպմանը, սա անկերական խաղ է, առաջին խաղակեսից հետո հաշիվ հավասար է 1-1,
Աշոտ Թադևոսյանի գոլին դելտայից պատասխանել է Սիմոնյանը Ադանայի կազմում, շատ հաջող եզրափակում ստացվեց, Թադևոսյանի գոլը ևս լավն էր եւ տեսնենք երկրորդ խաղակեսում ինչպես են իրադարձությունները զարգանալու, միանգամից ստանդարտ է վաստակել Ադանան եւ եթե շատ կարճ խոսենք առաջի խաղակեսի մասին, չենք կարող թաքցնել այն, որ Ադանան ունենալով մի քանի գոլային պայր չկարողացավ դրանք օգտագործել, միայն մեկն է ստացվել հաջող եզրափակել Եվ տեսնենք հիմա ներողություն ինչպես կստացվի այս ստանդարտը հերվից փորձ շատ վտանգավոր էր դարպասապանը հեռացնում գնդակը կարող էր դուբլ ձևակերպել Սիմոնյանը, բայց այստեղ կենտրոնով էր ամեն դեպքում արված եւ Զաքարյանը հետմողեց գնդակը տեսնենք ձախ եզրից կա փոխանցումը բայց հեռացնում է Մարտիրոսյանը գնդակը Պողոսյանն արձագանքեց, բայց դելտան հակագրոյի գնալ չի կարող եզրային նետում կլինի։ Լավ խաղակես ենք դիտել, իսկապես առաջին 25 րոպեները շատ արագ անցան, նույնիսկ չնկատվեց։ Եզրային նետում Ղանդիլյան, շատ ակտիվ ֆուտբոլիստ է Ղանդիլյանը արձակման գծում եւ այստեղ խախտում է եղել Սիմոնյանի հետ պայքարում տեսնենք ինչպես կստացվի Ղանդիլյանն էլ իրացնելու է այս ստանդարտը չնայած որ Խաչատրյանը ևս գնդակի մոտ է, բայց թողեցին գնդակի հետ միայնակ Ղանդիլյանին հենց նա է արվածելու կա մրցավարի Սուլիչը հերվից արված, բայց այստեղ արդեն բարձր ստացվեց Զաքարյանը գնդակը կմցնի խաղի մեջ փոխանցում դեպի ձախ եզր Գրիգորյանի ուղղությամբ Մարտիրոսյան եւ թույլ է տալիս մրցավարը շարունակել Բերբերյան ընդունեց գնդակը Բերբերյան արված 2-1 դելտան նորից առաջ է անցնում հաշվի մեջ այս խաղում արդեն երկրորդ անգամ գնդակը մրցակցի դարպասն է ուղարկում 10 համարով Ավետիս Բերբերյանը եւ դելտան Բերբերյանի շնորհիվ գոլ է խփում այստեղ Ադանայի ֆուտբոլիստները ձեռքով խաղ են պահանջում բայց մրցավարը մնում է իր որոշմանը եւ տեսնենք Ադանան նորից նույն խնդրի առջեւ է կանգնած պետք է մեկ գնդակ հետ բերել այս խաղում նրանք կարել են դա մեկ անգամ Եվ կարող են ինչու ոչ նորից փորձել։ Ունեն իհարկե արժևում այնպեսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են գոլ խփել, Բերբերյանի դրվագի հետ կապված մի պատվաստի ամենալավ հնարավորությունը կորցրել է արդեն 10 համարը դելտայի, բայց իրականում ոչ, միևնույն է նա կարողացավ գնդակը մրցակցի դարպասն ուղարկել։ Թադևոսյանն հետ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն Եզրային նետում կլինի այստեղ Մովսիսյանն է Դակը մտցնում խաղի մեջ Ղանդիլյան Սիմոնյան ընդունեց գնդակը Ղանդիլյանից եւ փոխանցում դեպի Խաչատրյանը ձախ եզր Սիմոնյան գտնում է Թովմասյանին լավ անցում էր Թովմասյանի կողմից եւ աչ եզրում է Ամար պայքար է գնդակի համար Սիմոնյան, բայց այստեղ չստացվեց ձախ եզրում գտնել ազատ խաղանկերոջ ով է տիրելու գնդակին Բերբերյանը դելտայից փոխանցում Գրիգորյանին, բայց այստեղ Պողոսյանն է հաջող գործում Աչ եզրում է Պողոսյան Ղանդիլյան Օմար պայքար է եւ այստեղ Խաչատրյանից կարողացավ առաջ շարժվել, ճիշտ է գնդակը գալիս է նորից դելտայի ավակի մոտ Թովմասյան Շատ առաջ թողեց Թադևոսյան, ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Մովսիսյանն է, ճիշտ է Գրիգորյանը գնում է միջև վերջ, կփորձի իհարկե այս գնդակը խլել մրցակցից։ Դադար, այստեղ խախտում, չէ՞ մրցավարը դադար է վերցրել։
Եվ կանգնում է Դելտայի ֆուտբոլիստը, հուսանք, որ վնասվածք չի լինի եւ ամբողջական կազմերով թիմերը կշարունակեն հանդիպումը նույն ֆուտբոլիստներով։ Խաչատրյան գլորում է գնդակը Պողոսյանի ուղղությամբ։ Անդիլյան նորից պայքարի մեջ է Մարտիրոսյան։ Իրականում հենց Մարտիրոսյանի այսպես շնորհիվ սկսվեց այդ գոլային գրոհը։ Գրիգորյան ցակցի Տուգանային հրապարակում ընդունեց գնդակը եւ այստեղ ըստ մրցավարի դեռ ոչինչ չասենք, մրցավարը ցույց տվեց, որ պետք է սպասել։ Թովմասյան գնում է առաջ, բայց խլեցին գնդակը Դելտայի ֆուտբոլիստները։ Թադևոսյան ուժեղ փոխանցում առաջ։ Գրիգորյանը նորից վնասվածք է ստացել, պետք է իհարկե սպասել։ Շարունակում ենք հետևել հանդիպմանը Թովմասյան դեպի ձախ եզր, այստեղ մրցավարը դրվագը դիտելու չգնաց, այսինքն ի սկզբանե ամեն ինչ նորմալ։ Անդիլյան փոխանցում դեպի աջ եզր կփորձի այստեղ գնդակը Թմոյանը պահել դաշտի սահմաններում, բայց խլեցին Դելտայի ֆուտբոլիստները։ Գրիգորյան գնում է առաջ Դելտան, տեսնենք ինչ էր մտածել Թադևոսյան։ Թադևոսյան դեպի Գրիգորյանը, վտանգավոր է եւ այստեղ մոտակա անկյունը ուղարկեց Գրիգորյանը գնդակը, բայց դիպուկ գտնվել չստացվեց։ Փոփոխություններ են Ադանայի կազմում տեղի ունենում, թարմություն պետք է իհարկե եւ բաց թողած գոլից հետո կարելի է հիշել ամենավտանգավոր պահ, երևի թե Սիմոնյանի հարվածներ ստանդարտից Ադանայի կողմից, հետո Ղանդիլյանն էլ մեկ հարված կատարեց, բայց մոտ չէր դարպաս։ Տեսնենք, եթե համեմատենք այս խաղակեսի անցած ժամանակահատվածը եւ առաջին խաղակեսի, ապա Ադանան որոշակիորեն իր տեսանկյունից զիջում է պահերի առումով, ավելի քիչ պահ են ստեղծել, բայց այստեղ իրավիճակն է տարբեր։ Իհարկե լավ խաղարկում ստացվեց, վտանգավոր է Սերոփյան, բայց այստեղ արդեն թիկունքով էր դարպասին Ադանայի ֆուտբոլիստը, իհարկե տրամաբանական դարձավ, որ հարված կատարել ընդհանրապես չի կարող։ Թադևոսյան, Պողոսյան երկուսը կպայքարեն գնդակի համար, Պողոսյանը հեռացնում է, եզրային նետում կլինի Բերբերյան ընդունեց գնդակը, հաղթական գոլի հեղինակն է առայժմ Դելտայի 10 համար այս խաղի։ Բերբերյան, բայց բաց թողեց գնդակը եւ Պողոսյանն է առաջ ուղարկում, Սերոփյան կարճեց, կարելի ասել այս դրվագից ու գնդակից ձախ եզրում է եւ փակեց մրցակից։ Գնդակի ճանապարհը նորից Ադանան կլինի գնդակով։ Պողոսյան պաշտպանության կենտրոնում է դեպի աջ եզր, Մովսիսյան։ Թովմասյանի հետ խաղաց Եվ գնում է առաջ Թովմասյանը, տեսնենք Մարտիրոսյան, դեպի Բերբերյանը, Թադևոսյան, Բերբերյան աջ եզրում է, միացավ Գրիգորյանը, տեսեք ինչ արագություն է զարգացնում, բայց այս գնդակին կհասնի Ադանայից Մովսիսյանը եւ աջ եզրով կարող է գնալ առաջ, առջևում շատ մեծ տարածություն ունի Մովսիսյանը եւ այո գնաց որքան պետք է առաջ, ուղարկեց գնդակը խաղանկերոջը Թմոյանի, ստացավ պատասխան փոխանցումը եւ այստեղ Դելտայի պաշտպաններն են աշխատում։ Թադևոսյան գնում են առաջ կանաչները Վադալյան, բայց այստեղ հաջող փոխանցում չստացվեց։ Եվ Խանախտյանը գնդակը կմցնի խաղի մեջ, դեպի Խաչատրյանը ձախ եզր ուղարկեց
Խաչատրյանը արդեն դելտայի կիսադաշտում է եւ խլեցին գնդակը դելտայի ֆուտբոլիստները, տեսնենք ինչ են մտածել, ձախ եզրում է գնդակը Թադևոսյան հետ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն եւ Գրիգորյանն է պաշտպանության կենտրոնում, այսպես Բերբերյան դեպի Մարտիրոսյանը եւ այստեղ Պախվեց Մարտիրոսյանը մրցակցի ֆուտբոլիստին եւ խոտածածկին հայտնվել այո միանգամից դադար մրցավարի կողմից պետք է սպասել ուսանք որ լուրջ վնասվածք չկա եւ կարողանա Մարտիրոսյանը գոնե կանգնել իհարկե շատ արագ հետո արդեն կհասկանա կշարունակի խաղը թե ոչ Շարունակում ենք։ Հետևել հանդիպման, այո Մարտիրոսյանը կանգնեց եւ ինչ խաղադաշտից դուրս գալու մասին է խոսքը, նա կարող է նաեւ շարունակել այս խաղը, դա ամենակարևորն է իհարկե, միայն թե առանց վնասվածքների Մովսիսյանը աչքի եզրում է եւ այստեղ Թադևոսյանը մեծ հաշվով անմեղ իրավիճակում խախտեց կանոնները, բայց Մովսիսյանը դա ստիպեց մրցակցին անել ու խնդրեմ ստանդարտ միանգամից խաղարկում են Մովսիսյան եւ Մարտիրոսյանն է աշխատում այստեղ պաշտպանությունում, խոտածածկից անդրադարձ տեսնենք Ինչ է կատարվում արված ու ստացվեց գնդակը վերցնել Զաքարյանի մոտ, այս սա վտանգավոր պայր իհարկե Ադանայի կողմից երևի թե ամենավտանգավորը բաց թողած երկրորդ գոլից հետո եւ Զաքարյանը ուժեղ հարված է կատարում առաջ Խաչատրյան գնդակը բաժին է ասնում դելտայի ֆուտբոլիստին Բերբերյան եւ խլեցին Ադանայի խաղացողները տեսնենք ինչ են մտածել Մովսիսյանը աչքի եզրը զգալիորեն ակտիվացրել է Մովսիսյանը, տեսնենք հիմա ինչ է առաջարկում Թմոյան, բայց պատխաղարկել այստեղ չստացվեց, ու ամեն դեպքում Թմոյանը վերադարձնում է գնդակը, հետո միանգամից կորցնում եւ սահակագրոյի հնարավորություն է Խաչատրյանն է գնում առաջ դեպի Բերբերյանը, կփորձի հասնել ու պայել այս գնդակը։ Դելտայի 10 համարը աչքի եզրում է, բայց Թովմասյանը խլում կատարեց, խլում է նաեւ արդեն Դելտայի ֆուտբոլիստը գնդակը, հետո շատ արագ կորցնում Ադանան գնում է առաջ ձախ եզրում է գնդակը, տեսնենք ինչպես կստացվի, սա նույնիսկ հակագրող կարելի է դիտարկել, Մովսիսյան պետք է առաջանալ, բայց Թադևոսյանը ավելի արագ կողմնորոշվեց, իսկ Զաքարյանը կարելի ասել արված է կատար եւ Ֆարված Ղանախտյանի պաշտպանած դարպասից։ Դելտայի կազմում են, փոփոխություններ տեղի ունենում Գնդակը Ադանայի կիպերը խաղի մեջ կմցնի։ Այ երկու թիմերն էլ լայն հայտարարություններ ունեն եւ սա թույլ է տալիս իհարկե ասել, որ առանց հոգնածության է երկու թիմերի խաղն էլ, թե Դելտայի, թե Ադանայի։ Եվ Մխիթարյանը աչքի եզրում է։ Այո, շատ ճիշտ էր այն որոշումը, որ Մովսիսյանը չփոխարինվեց, նա էլ աչքի եզրում է տեղակայվել ինչպես Մխիթարյանը եւ երկուսը միասին ավելի ակտիվ կդարձնեն եւ հնարավոր է հենց այս եզրի ստացվի ճեղքել մրցակցի պաշտպանությունը դեպի Տուգանային հրապարակ Թմոյանն է փորձում խլել գնդակը եւ այստեղ դարպասապա Զաքարյանը դուրս եկավ եւ վերցրեց գնդակը փոխանցում աչքի եզր Խաչատրյանը գնում է դիմավորելու մրցակցին Գրիգորյան Եվ Խաչատրյանն է խլում կատարում ու փոխանցում գնդակը ազատ խաղանկերոջը համար պայքար է ամեն սանտիմետրի համար Սիմոնյանն այլ թարմ ուժերով վերադարձել է խաղադաշտ երկրորդ խաղակեսում առաջին անգամը Սիմոնյանը դաշտում Զաքարյան աչվոտկով փորձեց աչիեզր ուղարկել գնդակ այստեղ խլում են Ադանայի ֆուտբոլիստները Թադևոսյան Խաչատրյանը աչիեզր ուղարկեց գնդակը թիմի ավակ հաճախ է միանում գրոններին Առաջին խաղակեսում էլ եղան այդպիսի դրվագներ եւ տեսնենք Պողոսյանն այստեղ հաջող գործում Թմոյանին ուղարկեց վերջինս ձախ եզր Խաչատրյանի հետ խաղաց նորից Թմոյան Մխիթարյանի ուղղությամբ ամենալավ փոխանցումը չէր իհարկե, բայց Մխիթարյանը կարողացավ պահել գնդակը եւ այստեղ Քամին առաջին հերթին խանգարեց Մխիթարյանին, բայց կարծես թե նա այդտեղ էր ուղարկում գնդակը
Զաքարյան, Խաչատրյանի ուղղությամբ, բայց այստեղ մեղադրել իհարկե դելտայի ավակին հնարավոր չէ, բարդ գնդակ էր, կասեստներն էլ չափազանց դժվար։ Եվ Լեոնովն է դուրս գալիս խաղադաշտ, Խաչատրյանի փոխարեն ու պաշտպանությունում է տեղ զբաղեցնում։ Այո, դա պարզ էր իհարկե Խաչատրյանը պաշտպանության կենտրոնում է խաղում եւ նրա փոխարեն այդ դիրքում պետք է ֆուտբոլիստ դուրս գար խաղադաշտ, Թադևոսյան, Ամար պայքար է գնդակի համար, բայց Նադանայի ֆուտբոլիստն այստեղ հաջող գործեց եւ շարժվում է առաջ։ Սիմոնյանն է գնդակով։ Եվ նորից դելտան արձագանքում է Պողոսյան։ Սիմոնյան խլեց գնդակը դեպի Աչիեզեր, վտանգավոր կարող է լինել, Մխիթարյանը փորձում է փակել մրցակցի ճանապարհը եւ այստեղ այս բարդ թվացող գրով ամեն դեպքում Մխիթարյանը կարողացավ կասեցնել։ Ճիշտ է դելտան նորից կլինի գնդակով, բայց եզրային նետումն այլ պատմություն է իհարկե։ Ստենք Ադանան շանս է ստանում հակագրելու, առջևում կան տարածություններ Սիմոնյան եւ այստեղ հետաքրքիր է ինչու այսպես գործրեց գնդակը Ադանան, շտապողականություն կար այստեղ, այո։ Միգուցե նաև Սիմոնյանը այս ազատ տարածությունից չկարողացավ օգտվել այն պատճառով, որ լարվածություններ շատ եւ չէր հավատում, որ այդքան ազատ գոտիներ կլինեն, ամեն դեպքում դեռ էլի շանսեր կլինեն միանշանակ։ Սերոփյան հերրու տարածությունից արված եւ Զաքարյանն այստեղ կարող էր չհեռացնել գնդակը, բայց մեղադրել է իհարկե այսպիսի իրավիճակներում չի կարելի, թիկունքը հնարավոր է չէր զգում դարպասապա եւ ապահովության համար այսպես վարվեց։ Ամեն դեպքում նաեւ քամի է, այլ գնդակի հետագիծը փոխվում է։ Սիմոնյանն այստեղ աշխատեց պաշտպանությունում, եզրային նետում կլինի Ղանդիլյան, գնդակը խաղի մեջ է։ Վալկարաջյանը անկերոջ ուղղությամբ փոխանցեց եւ դելտան գնում է հակագրոյի, Պողոսյանն այստեղ հաջող գործեց, Սիմոնյան, Ղանդիլյան ձախ եզրում է գնդակը եւ Ադանայի գրոն է ձախ եզրով շարունակվում։ Անցավ այս փոխանցումը, տանգավոր կարող է լինել եւ եզրային նետում կտեսնենք։ Տեսնենք խորքից, այստեղ հարված ստացվեց փոխանցման տեսքով, չգիտեմ ինչպես ասել, ամեն դեպքում այնտեղ Ադանայից ֆուտբոլիստ չկար եւ սա փոխանցում հնարավոր է նաեւ չհամարենք։ Ղանդիլյան, Ուգանայի նրա պարակում է արված ենք տեսնում, Սիմոնյանը այստեղ գտավ հարմար դիրք հարվածելու համար, բայց դելտայի ֆուտբոլիստները հեռացրին գնդակը։ Ղանդիլյան ձախ եզրում նորից գնդակ է ստանում, շատ լավ է բացում, Ղանդիլյան առաջին խաղակեսում էլ դա զգացվում էր, բայց երկրորդ խաղակեսում մի փոքր պատկերն այլ է, քանի որ արդեն խիտ են դասավորվել դելտայի պաշտպանները, Ղանդիլյանի համար դա անելը ավելի բարդ է, բայց նույնիսկ այս իրավիճակում կարողանում է դա անել, հերվից հարված տեսանք բարձր ստացվեց Սիմոնյանի կողմից, շարունակում է իր ակտիվությամբ աչքի ընկնել Սիմոնյանը, խոսքը ամենևին էլ գոլ խփելու մասին չէ միայն։ Դա առաջին խաղակեսում է եղել Սիմոնյանը, երկրորդում էլ ակտիվ է եւ հաճախ նրա վրա է խաղը կառուցվում։ Փոխանցումները բաժանում, հարվածներ կատարում։ Սիրելի երկրպագուներ, շարունակեք լինել ակտիվ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ընդամենը 7 բաժանորդ եւ մենք կհատենք 800-ի շեմը, այնպես որ եղեք ակտիվ։ Ձեր ակտիվության շնորհիվ է, որ մենք անընդհատ աճ ենք գրանցում միայն ու միայն ձեր ակտիվության շնորհիվ։ Միակ միջոցն է իհարկե զարգանալու, աճ գրանցելու, առանց երկրպագուների, առանց ձեզ այս ամենը իհարկե չէր կարող կայանալ։ Ադանայի կազմում փոփոխություն տեղի ունեցավ։ Երկրորդ համարով հանդես եկող Խաչատրյանը փոխարինվեց։ Ձախ եզրում է գնդակը, Ադանան գրովում է, Ղանդիլյան, փոխանցում Աչիեզեր, Սերոփյանն ընդունեց գնդակը, դեպի Տուգանային հրապարակ եւ Զաքարյանն է վերցնում այստեղ դարպասապա եւ նետում Աչիեզեր։ Լեոնովն այստեղ է, ընդունեց գնդակը։ Սիմոնյան եւ դելտան հաջող
Խաղարկումներ կազմակերպեց, իսկ Գրիգորյանը բոլորս հասկացան, կարծում եմ ինչ էր մտածել այստեղ, ապա կողմնորոշել դարպասապային, Ղանդիլյան վտանգավոր կարող է լինել, բայց Զաքարյանը նորից շատ լավ է զգում պահը, այսպիսի իրավիճակներում շատ կարևոր է իհարկե դարպասապայի այսքան վստահ հաջող դարպասից դուրս գալը, նա աննշան կարող է սխալվել եւ ամեն ինչ այսպես հակառակ կարող է ընթանալ դելտայի համար, բայց Զաքարյանը հոյակապ խաղակես է անցկացնում առանց խնդիրների, բոլոր հարվածները կարողացել է հետ մղել, երբ գործը նրան է հասել եւ այսպիսի տարբեր իրավիճակներում հաջող է գործում, չկա ձեռքով ըստ մրցավարի, Մխիթարյան աչքի եզրում է, Մխիթարյան եւ ինչը այստեղ էլ ոչինչ չկա, Գրիգորյանը ձախ եզրում ստանում է գնդակը, Պողոսյանը դիմավորեց, Սիմոնյան վտանգավոր է եւ Բերբերյանը այստեղ դիպուկ չկարողացավ արված էր։ Եվ ուժեղ հարված կտեսնենք առաջ Շադանայի ֆուտբոլիստի կողմից վերցնում է գնդակը դարպասապա Զաքարյանը, Թովմասյանը լավ էր ուղարկել գնդակն առաջ Բերբերյան նորից գնդակով է դեպի աչքի եզր Ասատրյան մնում է աչքի եզրում, եզրային նետում կլինի, ով է նետելու եզրից դելտայի ֆուտբոլիստները, Ասատրյանը մասնավորապես Թադևոսյան Սիմոնյանի ուղղությամբ փոխանցեց Ամար պայքար է Ղանդիլյան մնում է գնդակով փոխանցում դեպի աչքի եզր եւ կլինի եզրային նետում Եվ տեսնենք ստանդարտ է նշանակել մրցավարը աչքի եզրի ցանկյունային փոխանցումը եւ հեռացված է գնդակը եւս մեկ փորձ կլինի Պողոսյան Սերոփյան դեպի աչքի եզր Մխիթարյան մնաց գնդակով Թադևոսյանն է թիկունքից աշխատում եւ այստեղ եղել է խաղի կանոնների խախտում Թադևոսյանի կողմից եւ աչքի եզրից ստանդարտ սա կարևոր պահ իհարկե Ադանան կարող է օգտագործել այս հնարավորությունը Սերոփյան արված էր հեռացված է գնդակը եւ դարպասապա Խանաղթյանն է արձագանքում Գրիգորյանը եկել էր պրեսինգի հավանական սխալի դեպքում գնդակ խլելու համար եւ ուժեղ արված ենք տեսնում առաջ եզրային նետում կլինի եթե չլիներ քամի գնդակը ես վստահ եմ ուղղակի որ լրիվ այլ ուղղությամբ կգնար բայց այստեղ եզրային նետում Կա մրցավարի սուլիչը եզրային նետում Ձախ եզրից ուժեղ փոխանցում առաջ եւ արված դարպասից կլինի Զաքարյանը գնդակը կմցնի խաղի մեջ Շատ հետաքրքիր Իսկապես խաղ է ստացվում Ղանդիլյան հեռացված է գնդակը Պողոսյանն է արձագանքում այստեղ Սիմոնյան Պալկարաջյանը կհասնի գնդակին հասավ ճիշտ է բայց փոխանցում կատարեց դելտայի ֆուտբոլիստի ուղղությամբ Սիմոնյան դեպի ձախ եզր ստացվեց այստեղ վտանգավոր կարող է լինել եթե առաջ շարժվի հիմա Սիմոնյանը
Սիմոնյան արված ու Զաքարյանը հետ մղեց գնդակը եւս մեկ արված դոբլ սեյվ այստեղ Դելտայի կիպերի կողմից հրաշալի գործեց իսկապես Զաքարյանը առավելագույնն արեց շատ բարդ իրավիճակում եւ երկրորդ հարվածն ավելի դժվար էր իհարկե հետ մղել ընկած դիրքից կարելի ասել տեսնենք շարունակվում է Ադանայի գրոհը Սիմոնյան թողեց խաղանկերոջը եւ Արված դարպասից կլինի, այո ամենավերջում Ադանան իսկապես ավելի ինտենսիվ սկսեց ճնշել մրցակցին, այս դրվագում էլ մեղավորներ պետք չէ փնտրել իհարկե, պարզապես Զաքարյանը հաջող խաղաց Մարտիրոսյան թողնում է գնդակը խաղանկերոջը Սիմոնյանը տեսեք ինչպես է խաղանկերներին հրավիրում պրեսինգի, միայնակ նա չի կարող գնալ իհարկե, քանի որ թիկունքում ազատ տարածություն կբացեր Մարտիրոսյանի համար Եզրային նետում կլինի Սիմոնյան, դեպի ձախ եզր Ադանան նորից գրոհում է Սիրոպյան ընդունեց գնդակը արված ու բարձր է ստացվում Այսա եւս լավ հնարավորություն էր Բարձր է ստացվում Ադանայի ֆուտբոլիստի արվածը գնդակը Զաքարյանը խաղի մեջ կմցնի Ուժեղ փոխանցում առաջ Եվ սա նվերել իհարկե Ադանայի համար, թեպետ Դելտան մեծ ցանկություն իհարկե առջևում չունի գրողների տեսանկյունից Տոհմասյան գնաց միջև վերջ առաջ Տեսնենք, գնդակ հայտնվում է աչքի եզրում Մխիթարյան, այստեղ Լեոնովն է պայքարում Մխիթարյան, մնաց գնդակով, բայց սայթակեց Ղանդիլյան, տանկավոր է գտավ Ճանապարհ արվածելու, բայց մի անգամից պակեցին Սիմոնյան, հեռու տարածությունից փորձ, Լեոնով, առաջ է ուղարկում գնդակը, բայց այստեղ Պողոսյանն է, դեպի աչքի եզր, Մխիթարյանի մոտ չստացվեց այստեղ պահել գնդակը Սիմոնյանը կնետի եզրից Մարտիրոսյան, Սիմոնյան, Լեոնով, ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Տոմասյանն է դեպի Ղանդիլյանը եւ ստացվեց հաջող փոխանցում Վտանգավոր է Ադանը, խփում է պատասխան գնդակը վերջում, այո այս անգամ ստացվեց գերազանց կոմբինացիա եւ պետք է նշել, որ արժանի գոլ է, իհարկե Ադանան վաստակել էր այս գոլը ու կարողանում է հասնել իր ուզածին կոմբինացիոն գերազանց խաղարկում եւ ոչինչ չէր մնում անելու այստեղ, իհարկե Տոպալ Կարաջյանին գոլ խփելու համար պետք էր գալու խփել իհարկե, բայց միջև այդ ինչ մեծ աշխատանք կատարեց Ադանան եւ առասարակ 10 համարն էլ նա զգաց, հասկացավ, եկավ ու եզրափակեց, դա էլ պետք է նշել։ Եվ 2-2 հավասարություն այս խաղում, երևի թե այսպես արժանի արդյունքը այսօր, բայց Ադանան այլ նպատակներ կարծես թե ունի, Սերոփյանն աչքի եզրում է, գնում է առաջ եւ մենք կտեսնենք անկյունային միգուցե նաեւ հաղթական գոլ խփի Ադանան, այդ դա իհարկե շատ այսպես ճոխ կլինի։ Աչքի եզրում է գնդակը Ադանայի գրոնեսա Մխիթարյան փոխանցում դեպի ձախ եզր։ Ղանդիլյանը կպայի այս գնդակ իհարկե դաշտի սահմաններում։ Վարկում է Մխիթարյանի ուղղությամբ գնդակը, ինչպես հայտնվեց կենտրոնում Մխիթարյանը քիչ առաջ աչքի եզրում էր։ Մխիթարյան եւ Սերոփյանը պահում է գնդակը, աչքի եզրում է, տեսնենք ինչ է մտածել։ Մխիթարյանը թողնում է, հերվից փորձ եւ հեռացնում են Դելտայի ֆուտբոլիստները, արդեն հոգեբանական տեսանկյունից Ադանան ունի առավելություն իհարկե։ Կա փոխանցումը, Լեոնովը փորձեց հեռացնել, հեռվից արված Տովմասյանի կողմից, բայց բարձր է ստացվում։ Եվ վերջ, սիրելի երկրպագուներ, երկու թիմերին շնորհակալություն հայտնենք այս գեղեցիկ խաղի համար,
համերաշխ խաշիվ, ինչպես ասում են, թիմերը բաժանվում են ոչ ոքիով 2-2։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։ Ձեզ համար խաղերը մեկնաբանեց Աշոտ Աֆրիկյանը, մենք կհանդիպենք վաղը, բարի գիշեր։